Հարավի քրաշան եղբայրնան, ասված բոլորի թոշն է։ Ուղղակի այսօր սրտից դրված է խոսել հետևյալի մասին։ Չգիտեմ, տարին մեկ ակնթարթով անցավ։ Հիշեք, անցած տարին ինչ արագությամբ անցավ։ Եվ կուզեի, որպեսզի մենք այսօր լուրջ մտածենք մեր հետևյալի մասին։ Պավլիկ աղբերը շատ անգամ օգտագործում է նարեկացու հետևյալ խոսքերը, որ վայ ինձի եթե գալիսյան օտորը կանգնեմ և ասես, ես քեզ բնավ չեմ ճանչնա։ Եվ հարցը ինձ և քեզ է ուղղված, այսքան տարիների ընթացքում մենք ինչի հասանք։ Չգիտեմ, ամեն մեկ անձնարություն, թե գյուղացի, թե բանվոր, թե որևէ մեկ ինժեներ կլինի կամ տեխնիկ կլինի, տարեվերջում ինքը հաշվետվություն է անում, թե ինչի հասավ և ինչում ինքը ունեցավ պրոբլեմ։ Կուզեի այսօր ես և դու նաև խորենք այս մասին, հոգևոր կյանքի մեջ մենք ինչ արդյունքի հասանք։ Եվ ամենամեծ պրոբլեմը հետևյալն է, որ մենք, երբ որ նայում ենք հետհայացք ենք գցում, միշտ օգտագործում ենք հետևյալ միտքը, որ առաջի սերը թողել ենք կամ առաջի հավատքը։ Հիմա հարցս հետևյալն է, մենք հաղթության ենք հասել, թե պարտվել ենք։ Պողոս առաքյալը հետաքրքիր է, խոսում է մեր ամեն մեկ հետ ասելով, նայելով ձեր հոգևոր հասակներին, որ վարդապետներ պիտի լինեք, բայց դեռ տակավին կաթնքեր մանուկ եք։ Սա հաղթություն է, թե պարտությունը։ Սա համար քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի ես ուզում եմ, որ ես և դու լուրջ ուշադրություն դարձնենք և տեսնենք, թե որտեղից է մեր պարտությունները։ Բացում անգամ խոսվել է տարբեր ուղղություններով, բայց առաջին ուզում եմ ես ասել, որ մեր պարտությունը ծնվում է Աստծո խոսքին անհնազանդության հետևանքով։ Այսօր բաներ կա, որ Աստված խոսել է մեզ հետ, մենք պահում ենք, օրենքները Տեր ամենակալ Աստված կատարում ենք, բայց քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի ուզում եմ, որպեսզի ես և դու խորենք այս մասին։ Ինքը ամենակալ Աստված խոսեց մեկ անձնավորության հետ, որը օրենքը պահող անձնավորություն էր։ Հովանու ավետարան 3-րդ գլուխ, երբ որ կարդաք, այնտեղ գրված է, որ ամենակալ Աստված խոսեց մեկի հետ, որը օրենքի պահող անձնավորություններից մեկն էր, սինագոգի անդամ, եւ այս կներեք, անձնավորության համար Սուրբ Գիրքը 3 տեղ խոսում է, խոսքը Նիկոդեմոսի մասին է։ Եվ ինչ էր ասում Տերը, եթե մեկը վերստինց չծնվի, կարող չէ Աստծո առկայությունը տեսնել։ Եվ շարունակության մեջ ասեց, եթե մեկը վերստին չծնվի, նա կարող չէ Աստծո առկայությունը մտնել։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի ուզում եմ, որպեսզի մենք լուրջ ուշադրություն դարձնենք։ Նիկոդեմոսը ինչպիսի անձնավորություն էր։ Կամ սրան զուգահեռ մեկ ուրիշին եմ խոսում, որը գրված է Գործք առաքելոցի մեջ, 10-րդ գլուխ առաջի համարից երբ որ կարդաք, գրված է Կեսարիայում մեկ մարդ կար, անունը Կորնելիոս, հարապետ իտալացի կոչված գնդից։ Ինքը մեծահարուստ անձնավորություն էր։ Եվ նայեք այս անձնավորության համար ինչ է վկայում Աստծո խոսքը։ Բարեպաշտ, աստվածավախ իր բոլոր տնովը։ Շատ ողորմություններ են անում ժողովրդին եւ ամեն ժամանակ աղոթք էր անում դեպի Աստված։ Հետաքրքիր է, եթե ես եւ դու համեմատվենք այս անձնավորության հետ, այս որակները մեր կյանքի մեջ կա, թե չէ։ Բարեպաշտ։ Երկրորդը աստվածավախ։ Երրորդը բոլոր տնով շարունակությունը եւ ամեն ժամանակ աղոթք անող։ Բայց հետաքրքիր է, անձնավորությունը այս ամեն որակներն ուներ, Սուրբ Հոգին խոսեց այս մարդու հետ ասելով հետևյալը, մարդ ուղարկիր հոպե, որ կանչես Սիմոն Պետրոսին, որ քեզ հետ խոսի։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի այսօր ամենամեծ խնդիրը հետևյալն է, որ մենք շատ անգամ ինքներս մեզ խաբում ենք։ Եվ այսօր բավարարվում ենք նրանով, ինչի մեջ որ մենք կանք։ Եվ հետաքրքիր է, 122-րդ Սաղմոսի հեղինակը ինչ էր ասում։ Ես ուրախ եղա, որ ինձ ասեցին, թե Տիրոջ տունը երթամ։ Ուղղակի մի հատ փոքր պատվիրանքի վրա եմ ուզում կանգ առնել, հետո միտքը շարունակեմ։
Հարց եմ տալիս ես, եթե ես Աստծո օրենքը խախտեմ, ինչ եք մտածում, Աստված իմ աղոթքին պիտի պատասխան տա, թե չէ։ Նայեք Սուրբ Գրքի մեջ 10-րդ գլուխ Եբրայեցիս կարդում եմ 23-ից 25-րդ համարները։ Պինդ բռնեք հույսի տավանություն անսայտակ, որ հավատարիմ է խոստացողը, եւ զուշանանք իրար հանդեպ դեպի սերը, բարի գործել կրկրելով, եւ չթողնենք մեր իրար հետ ժողվել, ինչպես ոմանց սովորություն է, բայց իրար հորդորենք եւ այնքան ավելի, որ որքան տեսնում ենք, որ օրը մոտեցած է։ Սա խոսում է վերջի ժամանակահատվածի վրա, բայց այստեղ մի հատ միտք կա, եւ չթողնենք մեր իրար հետ ժողվել, ինչպես ոմանց սովորություն։ Հիմա հարցս ինձ եւ քեզ է ուղղված։ Խմբի պաշտամունքներին միշտ մասնակցում ենք աղոթքաժողովներին, հաղորդությանը։ Դավիթը սա էր ասում, ես ուրախ եմ, որ ինձ ասեցին, թե Տիրոջ տուն էր տամ։ Այս մարդու ուրախությունը Տիրոջ տան մեջ էր։ Ոչ թե ինքը պիտի գնար Նաթանին տեսներ, Նաթանը ինչ որ թերություններ, խնդիրներ ուներ, մարգարանար, ասեր Դավիթ էս կողմը չտկիր, կամ էս կողմը տրական էր, իր ուրախությունը Տիրոջ ներկայությունն էր։ Այսօր հարցը ինձ եւ քեզ է, հավատում ենք, որ որտեղ 2-ից 3 Տիրոջ անունով հավաքված են, տեղ Տերը ներկա է։ Եթե հավատում եմ, հարց եմ տալիս։ Եթե կան ասեն, թե Տերը ենթադրենք հիմի Երևանում է կամ Տաշիրում է, ինչ կանես, կգնաս թե չէ։ Քույրս, եղբայրս, ուղղակի ուզում եմ, որպես այսօր մեր կյանքի մեջ ինքը ասված փառավորվի։ Այսօր մեր կյանքում իրոք հոգևոր վիճակը բարձրանում է։ Նայեք, երբ որ մենք նայում ենք Գործք առաքելոց, առաջի դարաշրջանն է, նոր ձևակերպում է եկեղեցին։ Երբ որ մենք կարդում ենք Գործք առաքելոց 4-րդ գլխի մեջ, այստեղ ամենակալ Աստված խոսում է եկեղեցու վրա ասելով հետևյալը 4:32-ը եւ հավատացյալների բազմության սիրտ ոգին մեկ էր եւ ոչ ոք չէր ասում իր ստացվածի մեկի համար թե իրենն էր։ Հարցը հետևյալն է, ինչ կերպ էր այս մեկ սիրտ, մեկ հոգին ստացվի։ Կարդում եմ Գործք առաքելոց 2-րդ գլուխ 42-րդ համար եւ միշտ հետևում էին առաքյալների վարդապետությանը, հաղորդությանը եւ հաց կտրելուն եւ աղոթներին։ Միշտ Այսօր հայտարարում է աղոթքաժողով կամ հայտարարում է ծոմապայություն։ Ամեքս ենք պահում, թե։ Հիմի եղբայրներն ինչ տեսան, ես ծոմ պահեցի, թե չէ։ Քույրս, եղբայրս, այդ ծոմի նպատակը որից է մեկ եղբոր քրոջ համար չէ, քո փրկության համար է։ Դու այսօր չես մտածում սրա մասին։ Կամ այսօր կան մարդիկ, որ մտածում են, թե սա անի կամ չանի, հոպը այս համարը բազում անգամ ես կարդացել եմ։ Նայեք, հոպին ինչ են հորդորում անձնավորություններ։ Առաջինը, կուզեմ Եգիպտոս թեմանացու միտքը ասել, որ մոտենալով հոպին հետևյալն ասեց։ Հոպ 22-ի 2-3 համարներն են։ Միթե մարդը սասոյ համար օգտակար է, այլ միայն օգտակար է նեղություն, այլ միայն իրեն օգտակար խելացին։ Ամենակարողի հաճությունը կլինի, եթե արդար լինես, կամ մեկ շայթը քո ճանապարհները ուղիղ անես։ Եվ շարունակությունը Եղիուսը ինչ է հորդորում հոպին ասելով 35-ի 6-7 համարներն են։ Եթե դու մեղանչես նրան, ինչ արած կլինես։ Եվ կանոնությունը, որ շատանան նրան ինչ կանես, կամ եթե արդար լինես, ինչ կտաս նրան, կամ նա ինչ կառնի քո ձեռքիցը։ Քուրս ջան, եղբայրներ ջան, Եղիուսը այնքան պարզ է բացատրում հոպին եւ միտքը ուղղված է մեզ, որ այսօր ես եւ դու պիտի հասկանանք։ Եթե արդար կյանքով եմ ապրում, ասում ոչինչ չեմ տալիս, լոկ իմ փրկության համար է։ Այսօր հարցը հետևյալն է, ինչու համար եմ ես եկել այստեղ, որն է նպատակը։ Եկել եմ, որ եղբայրները տեսնեն, ես ներկա եմ։ Եկել եմ Տիրոջ հետ հանդիպման։ Եթե իմ եւ քո նպատակը Տիրոջ հետ հանդիպումը չէ, կամ եկել ենք լավ քարոզ լսենք, լավ խոսքեր լսենք, քուրս ջան, եղբայրներ ջան, սա չէ առաջնայինը։ Մեկտեղ ժողովելու բուն նպատակը Տիրոջ հետ մեկանալն է։ Մի հատ հարց տամ ձեզ։ Պատկերացրեք երկաթների խուրձ, եւ եթե հանկած մագնիսը բերես, ինչ կլինի։ Բոլորը կմիանան, կմեկանան։ Եվ այսօր Աստծո նպատակը սա է, հավաքվել եկեղեցու մեջ բուն նպատակը մեկանալը։ Բայց ցավոք շատ անգամ մենք մեկ ուրիշ ձևով ենք նայում։ Լինում է պարակա, որ ասում ես անձնավորություններին,
Մարդիկ ասում են զբաղված եմ, մարդն ասում է այս պիտի անեմ, մյուսը պիտի անեմ։ Հիշեք Սուրբ Գրքի մեջ գրված էր 3 տեսակի անձնավորություններ, որոնք որ ունեին հրավերք ամենակալ Տիրոջից հարսանյաց հանդեսին։ Երբ որ մոտեցավ, մեկը ասեց. «Ներող կլինես», Տիրոջը ասավ, որ արդ եմ առը, մյուսը ասեց, որ ես եմ առը, մյուսն էլ ասեց կին եմ առը։ Այսինքն առաջնայինը չէ իրենց կյանքի մեջ։ Եվ այսօր հարցս հետևյալն է. ինչի համար ես եւ դու պարտվում ենք, որովհետեւ այդ յուղը չենք առը, յուղը որտեղից պիտի վերցնենք։ Կա այդպեսի տեղ, որ գնանք յուղ վերցնենք, կամ յուղ հավաքենք։ Սիրելիս, յուղը հավաքում են եկեղեցու մեջ։ Տիրոջ ներկայության։ Եվ այսօր Աստծո նպատակը սա է, որ ես եւ դու լույս մտածենք այս մասին։ Եվ մեկ միտքել եմ ուզում այստեղից բերել հետևյալը, քուրեր ջան, եղբայրներ ջան, սա գրված է Թվոս գրքի մեջ, խոսքը ամեն մեկիս է վերաբերում։ Երբ որ ես պաշտամունքի չեմ գալիս, երբ որ աղոթքա ժողովի չեմ գալիս, ինչ վնաս է տեղի ունենում։ Առաջի վնասը իմն է, բայց նաև վնաս է եկեղեցուն։ Հիշեք Թվոց 32-րդ գլխի մեջ գրված է Ռուբենի որդիկ, Գադի որդիկ կռվում են Իսրայելի հետ, հաղթելով գալիս են, եկան հասան մեկտեղ, որը շատ լավ էր անասնապահության համար, եւ այս մարդիկ անասնապաներ էին։ Մոտեցան Մովսեսին եւ ինչ ասեցին։ Կարդում եմ 32-ի 4 համարից։ Այսինքն այն երկիրը, որ Յովհաննես ժողովրդի առաջին զարկեց, անասունի երկիր է, եւ քո ծառաները անասուններ ունեն։ Եվ ասացին, եթե մենք քո աչքին առաջին շնորհ կտանք, այս երկիրը քո ծառաներին տրվի կալվածքի համար, մեզ Հորդանանից մի անցկացրու։ Ինչ պատասխանեց Մովսես։ Եվ Մովսեսը Գադի որդկանց, Ռուբենի որդկանց ասաց. Միթե ձեր եղբայրները պատերազմի կնան, եւ դուք այստեղ նստեք։ Ինչու համար եք Իսրայել որդկանց սիրտը թուլացնում, որ չանցնեն այն երկիրը, որ Եհովան տվել է նրանց։ Ուշադրություն դարձեք, այսօր Աստված ուզում է խոսել մեզ հետ։ Մենք շատ անգամ թուլացնում ենք եկեղեցին։ Եթե այսօր մենք հասկանում ենք, որ եկեղեցին ոչ թե քարշեն տունն է կամ հավաքատեղին է, եկեղեցին Քրիստոս մարմինն է, պատկերացրեք Քրիստոս մարմնի ոտնաթաթը այդօր չի եկե։ Ինչ եք մտածում, եկեղեցին պիտի կաղի, թե չէ։ Եթե սիրտը չեկե, երիկամը չեկե, այսօր ես եւ դու պիտի սա հասկանանք։ Ինքը ամենակալ Աստված ուզում է, որպեսզի ես եւ դու սա գիտակցենք։ Մենք ընդամենը մեկ մարմին ենք Քրիստոսի մեջ։ Եվ եթե որից է մեկ անձնարությունը իրեն հանձնարարությունը չի կատարում, եկեղեցին թուլացնում է։ Բայց ամենամեծ վնասը կրի ինքը։ Եվ հիշեք հետևյալը, անփոխարինելի հասկացողություն չկա։ Աստված կանչել է շատերին։ Ինչ եք մտածում, հենց այնպես էր կանչել։ Առաջին, երբ որ մենք նայում ենք, առաջի օցիալ անձնավորությունը, ով էր։ Սավուխ։ Աստված ինքը կանչել էր Սավուխին, թե չէ։ Աստված չէր ընտրել Սավուխին։ Բայց ինչ տեղ ունեցավ։ Սավուխ թողեց։ Եղբայրը որ ասեց, միտքը միշտ ասվել է. Փրկողն Աստված է, բայց փրկությունը քո ձեռքն է։ Եվ սիրելիս փրկությունը հենց այնպես չի տրվում։ Այսօր կան շատ անձնավորություններ, խորը մտածում են, թե վերջը ինքը ամենակալ Աստված խաչվել է ճանապարհը հարթել դեպի հավիտենություն, այրուն է թափել եւ ասել է ամեն ով որ ինձ հավատա պիտի փրկվի։ Ես հավատում եմ ու փրկված եմ, ոչ սիրելիս։ Թեսաղոնիկի թղթերի մեջ Պողոս առաքյալը հավատքի վրայով հետևյալն է ինձ եւ քեզ ասում։ Կարդամ նայեք ինչ ասում Պողոս առաքյալը Թեսաղոնիկի եկեղեցում։ Անդադար հիշում ենք ձեր հավատքի գործը եւ սերի աշխատանքը։ Հավատքը զգացմունք չէ։ Առաջի Թեսաղոնիկեցիս առաջի գլուխ 3 համար։ Անդադար հիշում ենք ձեր հավատքի գործը, սերի աշխատանքը մեր Տեր Հիսուս Քրիստոսի հոսի համբերության ասո եւ մեր հոր առաջին։ Հավատքի գործը։ Այսօր ո՞րն է իմ գործը եւ ո՞րն է քո գործը։ Առաջի գործը։ Հավատալ, որ կյանքը Քրիստոսի մեջ է։ Հավատալ Աստծո խոսքին եւ մնալ Աստծո խոսքի մեջ։ Իսկ Աստված ինձ եւ քեզ պատվիրում է
Եբրայեցիս թղթերի մեջ ասելով, որ վերջի ժամանակ հատվածների վրայով է պինդ բռնիր հույսի տավանությունը անսայտակ, որ հավատարիմ է խոստացողը, եւ զգուշանանք իրար հանդեպ դեպի սերը, բարի գործեր կրկրելով, եւ չթողնենք մեր իրար հետ շողվելը, ինչպես ոմանց սովորություն է, բայց իրար հորդորենք եւ այնքան ավելի, որքան որ տեսնում ենք օրը մոտեցած։ Ըստ որտեղ պիտի լինի եկեղեցու մեջ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր մեր առաջի ամենամեծ խնդիրը հետեւյալն է, որ ես եւ դու Աստծո խոսքին չենք հնազանդվում։ Հարց եմ տալիս, Աստծո պատվերը մեծ է թե փոքր է, հեշտ է թե դժվար է։ Ես հավատում եմ մեկ բան, Աստված ինձ եւ քեզ տվել է երեխայի կարողության չափ։ Բայց դու մեծ ես, ավելին կարող ես անել։ Երկրորդը քուրեր ջան, եղբայրներ ջան, որ մենք ուրիշ ձև ենք նայում։ Առաջնայինը թողնելով մտածում ենք երկրորդականի, երրորդականի վրայով։ Ես միշտ սա վկայել եմ մեր Սերգեյ եղբայրը, ովքեր որ մոտիկից գիտեն Սերգեյ եղբայրը, երբեք ինքը չի խնդացել։ Եղել է պահեր, որ մենք ճամփարում հավաքում ենք կամ գնում ենք իրենց տուն, մանավանդ հրայր եղբայրը, բաներ կա պատմում էր, բոլորս խնդրում ենք, ինքը լուր նայում էր։ Մեկ օր ասացի, Սերգեյ եղբայր, խնդիրը որն է, ասենք իրար մտերիմ ենք, խոսքը ասում ենք, խնդրում ենք, հարցը տվեց հետևյալը, եղբայր, քո բոլոր հարազատները ապաշխարել են, ասի չէ, ասաց ինչու համար ես խնդրում, որն է քո խնդրության նպատակը։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, հարցը ուղղված է ինձ եւ քեզ։ Մենք որպես անոթներ Տիրոջ կողմից կանչված մեր գործը լավ կատարել ենք, թե չէ։ Այսօր Աստված ուզում է, որ ես եւ դու սրա մասին մտածենք, առաջինը անձի սրբության համար, երկրորդը քուրեր ջան, եղբայրներ ջան, ընտանիքի զավակների սրբության համար։ Եթե սա մեր կյանքի մեջ չէ հաստատվել, որն է նպատակը, ես միշտ սա օգտագործում եմ, որովհետեւ մեկին չեմ ուզում ցավեցնել, սա Աստծո խոսք եւ հիմք է։ Երկրորդ օրինաց 28-ի մեջ գրված է, եթե քո Աստծո խոսքը օրենքը պահես, ինչ է լինելու։ Օշնյալ պիտի լինես քաղաքի մեջ, օշնյալ պիտի լինի քո որովայնի պտուղը, քո տունը, քո ստացվածքը։ Հիմա հարցը հետեւյալն է, ինչի համար խնդրեմ կա, ուրեմն մի հատ խնդիր կա։ Այս խնդիրը ես եւ դու պիտի լուծենք։ Եվ ես շատ անգամ մեջ բերում եմ անում ողբ Երեմիայի 3-րդ գլուխ 37 համարը, որտեղ որ ասում է. ով է նա, որ ասի եւ կատարվի, եթե Տերը չի հրամայե։ Եթե իմ կյանքի մեջ կա դժվարություն, խնդրեմ, խնդիր, ես պիտի տեսնեմ ինչու համար է։ Խոսքը բերեմ օրինակը հիվանդության վրա, ինչի համար է հիվանդությունը։ Հիշում եք, երբ որ երեխային բերեցին, ասացին ծնողների պատճառով, ասաց չէ, Աստծո փառքի համար է։ Այսօր բաներ կա, որ մեր կյանքի մեջ ամենակալ Աստված թույլ է տվել, որպեսզի ցույց տա մեր հավատքը, ցույց տա մեր վիճակը, որ մենք մեր ապրած կյանքով Տիրոջը փառավորենք։ Այս վերջի անգամ, որ ես մի քանի օր Միացյալ Նահանգներում էի, իմացաք մեր հայք եղբայրը ննջեց, գնաց դեպի հավիտենությունը։ Ուրեմն հիվանդանություն, այցելություն արեցինք, շատ ծանր էր։ Պատկերացրեք, որովայնից 15 լիտր ջուր էին հանել։ Ու այդ ծև ինքը պարկած էր։ Երբ որ ներս մտանք, ասացին քնած է։ Վերջը որ ասի մի հատ ցեն տվեք, արթնացա, բացեց աչքերը, գիտակցություն լրիվ տեղը։ Մոտեցա, վերջը փաթաթվեցինք, ասի ոնց ես, ասաց շատ լավ եմ։ Երկրորդ անգամ երբ որ հիվանդանոց գնացի, չգիտեմ ինչ տեղ ունեցավ, այնտեղ բժիշկներն ասացին չեք խանգարում, թողեք Տիրոջ մոտ եմ գնալու։ Պատրաստ էր։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, ուղղակի խնդիրը հետևյալն է։ Ես եւ դու պատրաստ ենք, թե չէ։ Եվ այդ պահի մեջ ես ուղղակի մտածում եմ, մարդուս համար ամենաթանկ բանը ինչն է, կյանքն է։ Եղա նաև Մուշեղ եղբորը քիշեք, Մամիկոն եղբայրը։ Շատ ծանր վիճակով պարկած է։
Պարկինսոն հիվանդություն, ինսուլտ, երբ որ խոսում է, իր բու նպատակը միայն մեկն է, երկինքը։ Ինքը կռիվ չէր տալիս, որից է մեկ վիճակի վրա։ Լինում է պարակա, որ մենք առաջնայինը թողել ենք, մտածում ենք ուրիշ մեկ բանի համար։ Եղբոր հետ էի խոսում, այսօր զանգ ենք տվել, իրար հետ զրուցում ենք, վերջը չգիտեմ ինչ բան եղավ, ասեց սա ինձ չի հետաքրքրում, ինձ հետաքրքրում է մենակ մեկ բան։ Իմ ով լինելը Աստծո առաջ է։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, խնդրանքս հետևյալն է։ Մենք առաջին այսօր պիտի խորենք մտածենք մեր անձի սրբության համար, մեր ընտանիքի եւ եկեղեցու սրբության համար։ Այդ այսօր չպիտի փրկվենք, օգուտը ո՞րն է։ Ինչի համար ենք հավաքվել այստեղ։ Պարապենք, ժամանակ չունենք։ Ժամանակը շատ եկել ենք այդ ժամանակը մերցնելու, որ եկել ենք Տիրոջը փառավորելու։ Եվ սրա համար ուղղակի կուզեի, որպեսզի ես եւ դու լուրջ մտածենք այս մասին։ Նորից եմ ասում, առաջինը մեր անձի սրբության համար, մեր ընտանիքի սրբության եւ փրկության համար եւ եկեղեցու սրբության ու փրկության համար։ Թող Աստված օգնական լինի մեզ ամեն մեկիս։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այսօր նորից եմ ասում, մեր ամենաառաջնային խնդիրը, որ մենք Աստծո խոսքին չենք հնազանդվում։ Մեկտեղ ժողվելը թողել ենք։ Երկրորդը, քուրեր ջան, եղբայրներ ջան, Աստծո բացակայությունը մեր կյանքի մեջ։ Մի պիտի ասենք Աստված ոնց ենք բացակայում է մեր կյանքում։ Մի հատ հարց եմ ուզում տալ։ Հիշում եք, Մատթեոս ավետարան 9-րդ գլխի մեջ մոտեցան Հովանեսի աշակերտները Տեր Հիսուս Քրիստոսին եւ հարց տվեցին, ասեցին հետեւյալը. Վարդապետ, ինչու համար կներեք, մենք եւ փարիսեցիները ծոմ ենք պահում, բայց քո աշակերտները ծոմ չեն պահում։ Հիսուսը ինչ ասեց. քանի դեռ փեսան իրենց հետ է, ծոմ չեն պահում, բայց երբ որ փեսան կվերցվի, այդ ժամանակ ծոմ պահվի։ Հիմա հարց եմ տալիս. Փեսան ինձ եւ քեզ հետ ամեն օրը թե չէ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, այս մասին մտածեք։ Դավիթ իր սաղմոսների մեջ ինչ էր ասում, որքան եմ սիրում քո օրենքը, ամեն օր նա իմ մտածմունքն է։ Հիմա հարցը ուղղված է ինձ եւ քեզ, ամեն օր մենք Աստծո մասին ենք մտածում։ Այսօր ես եւ դու ամեն օր Աստծո խոսքի հետ կապ ունենք, ներքին սենակ ունենք ամեն օր, թե չէ։ Մի բոլորին երբ որ հասնես, ամենքն եք ասեն Աստված մեզ հետ է։ Բայց հարցս հետեւյալն է. մենք ունենք այդ վկայությունը, որ մեր մեջ ինքներս մեզ ամեն բան նորմալ է։ Պակասություն ունենք, թե չունենք։ Եվ այսօր Աստված ուզում է, որ ինքը մեր մեջ այդ բնակությունը հաստատի, որ ես եւ դու իրոք ապրենք իրեն համար, որ մեր ապրած կյանքի մեջ իրեն փառք է երևա։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, նորից եմ ասում, այսօր ամենամեծ խնդիրը հետեւյալն է, որ ես եւ դու չենք տեսնում, որ կա ժամանակահատված, որ մեր կյանքի մեջ Աստված բացակայում է։ Սա մասին չենք մտածում։ Երբ որ ես մեղանչում եմ, հարց եմ տալիս, Աստված ինձ հետ է, թե չէ։ Հեսուի գրքի մեջ, երբ որ մենք կարդում ենք 7-րդ գլուխ, Հեսուն պարտություն կրեց, ընկավ Տիրոջ առաջին, եւ ամենակալ Աստված խոսեց Հեսուի հետ, ասեց. ինչու համար ես Երեսիդ վայր ընկել, Իսրայելը մեղ գործեց, եւ ինչ է պատվիրում 7-12-րդ համարի մեջ գրված է. այլևս ես ձեզ հետ չեմ լինի, եթե դուք նզով կծեր միջից բնածին չանեք։ Հիմա հարց եմ տալիս ինձ եւ քեզ, մեր մեջ ակարգ կա թե չկա։ Կա թե չկա։ Այսօր ուղիղ պիտի լինենք։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, նորից եմ ասում, այսօր ժամանակահատվածն է, որ մենք անցնենք ինքնակնության։ Ինչ օգուտ համայն աշխարհը շահենք, բայց մեր հոգին կորցնենք։ Եվ եղբայրը որ ասեց, ամենամեծ խնդրեմը, որ մարդը չի տեսնում իր ով լինելը, եւ շատ անգամ, երբ որ մենք նայում ենք, մարդը ինչ է մտածում, որ ինքը ամեն ինչի մեջ նորմալ է, ինքը խնդիր չունի։ Հիշեք հետեւյալը, երբ որ մենք կարդում ենք Սուրբ գրքի մեջ, Առակաս գրքում 14-րդ գլխում Տեր ինչ է ասում։ Հետաքրքիր է։ Այս մարդիկ ինչ են մտածում իրենց վրայով։ 14-ի 12-րդ համարը։ Կա ճանապարհ, որ ուղիղ է մարդիս առաջին, բայց նրա վերջը մավան ճանապարհն է։ Հաստամ, կա մեկ անձնարություն, որը գիտակցաբար ուզում է գնալ ընկնել փոսը։ Կա այդ ձևի մարդ։ Կամ պատկերացրեք,
շիկացրած վառարանի մեջ մեկը կա, որ ձեր կուզենա մտցնել։ Վերցրեք ամենամտավոր հետին անձնավորությունը, որ այդ անձնավորության ինչ-որ մեկ բան անես, ինքը իրեն անձին վնաս կտա, իհարկե չէ։ Եվ դեն ասում է, կա ճանապարհ, որ ուղիղ է մարդիս առաջին, բայց նրա վերջը մահվան ճանապարհն է։ Որովհետև այսօր մարդը մտածում է հետևյալը, որ իրեն ընտրած ճանապարհը կամ իրեն ուզած ամենաճիշտն է, ոչ սիրելիս։ Կա մեկ ճիշտ եւ ճշմարտություն, դա ասեկանքն է։ Այսօր ես եւ դու պիտի կարողանանք ասեկանքին համաձայնվել։ Այսօր ես եւ դու պիտի տեսնենք, որ ինչ որտեղ Աստծո խոսքը թողել ենք։ Պիտի տեսնենք, որ ջրպետ է առաջացել, պիտի տեսնենք, որ մեր կյանքի մեջ խնդիր կա, ակար կա, եւ Աստված ասում է, այդ ակարը դուրս հանիր, որ ես քո մեջ բնակվեմ։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, նորից եմ ասում, մենք թողել ենք առաջնայինը։ Այսօր, երբ որ մենք նայում ենք շատ անգամ խոսում է օրենքի վրայով, օրենքի բարությունը ո՞րն է։ Օրենքը ցույց է տալիս մարդու անկարող վիճակը, մեղավոր վիճակը, այդպես է թե չէ։ Բայց հետաքրքիր է, ես տեսնում եմ սա։ Եվ ես կուզեմ ուղղակի այս անձնավորությանը նորից մեջ բերում անելով Գործք առաքելոց 10-րդ գլուխ, որտեղ որ ամենակալ Աստված խոսում է այս մարդու մասին, այս անձնարարությունը Սուրբ Հոգով մկրտված չէր, եկեղեցի չէր հաճախում, խոսքը Կորնելոսի մասին է։ Հարցը ուղղված է ինձ, արդյոք ես Կորնելոսի հետ կհամեմատվեմ, գրված է բարեպաշտ, Աստվածավախ իր բոլոր տնովը, շատ ողորմություններ անում ժողովրդին եւ ամեն ժամանակ աղոթք էր անում դեպի Աստված։ Եվ շարունակության մեջ գրված է, նա օրվա իբրև 9-րդ ժամին տեսիլքի մեջ հայտնի տեսավ Աստծո հրեշտակը, որը խոսեց իրեն հետ։ Հիմա հարց եմ տալիս, որքանից հետ է, որ Աստված 30/30 խոսը։ Այս մարդը իշքան դրական կողմն էր, բայց Տերն ասեց, միտքը սա էր, որ Կորնելոս ինչ որ ունես քիչ է, կանչե Պետրոսին խոսի, վերստին ծնված փոխված կյանքի մասին։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, Տերը բոլորիս օժնի։ Եվ այսօր կուզեի ես եւ դու լուրջ մտածենք այս մասին։ Ինչի համար եմ պարտում, որովհետև Աստծո խոսքը թողել եմ մեկում։ Ինչի համար եմ պարտում, որովհետև մեկտեղ ժողովելը թողել եմ։ Ես շատ անգամ այդ մասին ասում եմ։ Պողոսը ինչ էր ասում։ Վազում էր, որպեսզի փառած պսակ առներ։ Մարզիկը, եթե վարժված չէ, ինքը երբեք չէր կարող հասնել հաղթության։ Մի հարց հետևյալն է, ես եւ դու մենք մեր անձերը վարժեցնում ենք Աստված պաշտության, թե չէ։ Իսկ Աստված պաշտության վարժությունները աղոթն է, Աստծո խոսքի ընթերցանությունը, Աստծո խոսքի հետ կապվելն է, մեկտեղ ժողվելը չթողնելն է։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, եկեղեցին մեկ հոգի չէ, բազմություն է շատ։ Աստված թող ների այս օրինակը պիտի տամ, սպորտի մեջ կա թիմային, ընդհանրենք սպորտաձևեր, թիմային պայքար։ Եթե 11 հոգուց մեկը երկուսը լավ չեն խաղում, թիմը պարտություն պիտի կրի։ Այսօր ես եւ դու եթե սուրբ կյանքով չենք ապրում, եկեղեցին կարող է պարտություն ունենալ։ Հիշեք շատ անգամ ես մեջ բերում եմ անում Եղիայի աղոթք, երբ որ ինքը Բաղի մարգարեն հետ աղոթք պիտի աներ եւ որի Աստվածը որ պատասխան տար, նա էր ճշմարիտ Աստվածը։ Եվ 3-րդ թագավորաց 18-րդ գլխի մեջ գրված է, որ Բաղի մարգարեները աղոթեցին, պատասխան չեղավ, հետ ասավ Եղիային։ Եվ ինչպես է Եղիան աղոթն անում։ 3-րդ թագավորաց 18-րդ գլուխ 30 համար։ Այն ժամանակ Եղիան ասաց բոլոր ժողովրդին։ Ինձ մոտ եկեք եւ բոլոր ժողովուրդը եկան նրա մոտ։ Եվ նրանց եւ նորոգեց Տիրոջ սեղանը, որ
քանթված էր։ Եղան վեր առավ 12 քարեր Հակոբի որդկանց թվի չափովը, որ Տիրոջ խոսքը եղավ նրան. Իսրայել է քո անունը։ Եվ քարերից մեկ սեղան շինեց Տիրոջ անունով, եւ սեղանի շուրջը մեկ փոշ շինեց, եւ երկու գրիվ սեն կառներ։ Ինչևից է, մի հարց եմ տալիս։ Գրված է բոլոր ժողովուրդը եկան Եղիայի մոտ, եւ այնտեղ գրված է 12 ցեղերից։ Ամեն մեկից այդ քարերը վերցնով սեղանը սարքեց։ Եթե 10 քարը վերցներ սարքեր, սեղանը ամբողջական կլիներ, թե չէ։ Մի եղբայրս, քույրս դու որտեղ ես։ Ասված այդ սեղանը ուզում շինել։ Չկաս դու։ Սեղանը ամբողջական չէ։ Ուղղակի հորտորս հետևյալն է, որ այսօր նայում ենք, այսօր իրոք իմ եւ քո կյանքի մեջ կատարվում է հետևյալ միտքը։ Բազում անգամ այս մասին խոսվել է։ Եզեկիել մարգարեության 16-րդ գլուխ 49 համարը իշքան անգամ խոսվել է, ահա սա է քո քույր Սոդոմի անօրենությունը։ Առաջի տեղում գրված է հպարտություն, երկրորդ տեղն եմ կարդում եւ երրորդը հացի կշտություն եւ անոք հանգստություն։ Այսօր անձրևեցյուն է, Պողոս առաքյալն ասում էր, ապա ով կբաժանե մեզ Քրիստոսի սերից։ Հիշեք առաջիկ հայլերը հոգևոր կյանքի։ Եղբայրներ մեքենաներ կար, մի քանի եղբայր ունեին մեքենա, ով ուներ մեքենա։ Տերնոշնի գերմանացիներին ուղարկեցին հեծանիվներ։ Հիշեք հետևյալը։ Հեծանիվով 3 հոգի պաշտամունք էին կնում։ 3 եղբայր, 1 հեծանիվով։ Հիմա հարց եմ տալիս, ինչ տեղ ունեցա։ Ոչ թե այսօր հեծանիվ Աստված մեքենաները տվե։ Հարց եմ տալիս, մենք հաղթել ենք, թե պարտվել ենք։ Այսօր այս անհոգ հանգստությունն է մեր կյանքի մեջ։ Նորից եմ ասում, մեր պարտությունը առաջինը ծնվում է Աստծո խոսքին չհնազանդվելով։ Այսօր Աստված ասել է՝ մի կողանա, մի շնանա, մի սպանի։ Մենք սա չենք անում, բայց Աստծո խոսքի մեջ գրված է պատվերը մեկտեղ ժողվելը, միք թողեք։ Եվ ինչ ենք մտածում, եթե մեկտեղ ժողվելը թողել եմ, Աստծո խոսքը պահել եմ, թե չէ։ Եղբայրներ, քույրեր, այսօր լուրջ է խնդիրը։ Ժամանակն է, որ ես եւ դու մտածենք այս մասին։ Եկեղեցին պիտի հաղթի, Աստված չի ընտրել, եկեղեցում քեզ չի ընտրել պարտության համար։ Եթե մենք նորից պիտի պարտվենք, արդեն իսկ աշխարհի մեջ պարտված ենք, ինչի է ընտրել։ Աստված ինձ եւ քեզ ընտրել է, որպեսզի մեր միջոցով իր փառքը ցույց տա։ Եվ որպես նախատիպի եկեղեցին պիտի հաղթական գնա եւ պիտի հաղթե Քրիստոսի բուն գալու նպատակը սա է, լինել եկեղեցու գլուխ եւ մարմինը տանել հաղթության։ Թող Տեր օգնական լինի մեզ ամեն մեկիս։ Այսօր խնդրանքս է։ Այս տարել անցավ, քուրեր ջան, եղբայրներ ջան։ Մենք չգիտենք վաղ ինչ կլինի։ Առակաց գիրքը հիշեցնում է 27-ի մեջ 3-րդ համարը հետևյալը՝ մի բարձրանա վաղվար օր, որովհետև չգիտես թե օրը ինչ կցնանե։ Ուղղակի խնդրանքս է։ Այսօր լուրջ մտածենք մեր փրկության համար։ Եվ ամենաառաջնայինը եկեղեցու պաշտամունքները երբեք չթողենք։ Եղբայրներ ջան, խնդրանքս է ուշադրություն դարձեք մարդկանց, հետևեք, որպեսզի պաշտամունքներին մասնակցեն։ Ես այսպես եմ հասկանում։ Ով է աղոթում, այն անձնավորություն, որ Քրիստոսին է սիրում։ Ով է գիրքը կարդում, այն անձնավորություն, որ Քրիստոսին է սիրում։ Ով է ժողովներին միշտ գալիս, այն անձնավորություն, որ Քրիստոսին է սիրում։ Ես չեմ ասում, կա հարկելի բացակայություն, կա ինչ-որ վիճակներ, սա մասին չէ խոսքը։ Բայց երբ որ անձնավորության կյանքի մեջ արդեն դարձել է ռեֆլեքս։ Մենք հավաքվել Կիրակի օրը։ Եվ շատ անգամ է Կիրակի օրը չենք հավաքվում, որովհետև ավելի կարևոր գործեր կան։ Արդ ենք առել, եզ ենք առել կամ ամուսնացել։ Թող Տեր օգնական